Դե միջադեպը զավեշտ է, ոնց որ իսկ գրել էի, իրոք զավեշտ է, դե մարդու ծիծաղ է գալիս, մարդու ծիծաղ է գալիս։ Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի խոսքով իրեն դիմել է ծանոթ կին, որի դեպամուսնությունից հրաժարվելու համար խարդախության գործ է հարուցվել։ Ասես կանչել եմ քննչական, ասես ինչ է եղել։ Պատմեց, ասես մի տղու հետ հանդիպում էի, կյանքի բերումով որոշենք մեր կյանքի իրար հետ դասավորենք։ Քննչականից զանգել են, բա ձեր վրա խարդախության գործ է հարուցված։ Դիմող էստեղ են։ Պարզվում է տղամարդը գումարներ է ծախսել նրա վրա, նվերներ է արել, հետո կինը հրաժարվել է ամուսնությունից։ Անկես սկզբից զարմացա, ասի ինչ է եղել։ Բա փողա ծախսել աղջկա վրա, վերջում հրաժարվելու ամուսնանալուց։ Քննիչն ըստ փաստաբանի լրջորեն փորձել է պարզել, արդյոք նվերները խարդախությամբ են վերցվել։ Ասում եմ, բայց դրա խարդախությունն է ո՞րն է։ Զարմացած եմ, ակաշներից չեմ հավատում։ Հա, ասես մենք խարդախությունով գործ ենք քննում, ու հաշվի տալ շատ լուրջ համակարգ դեպքով հաշվի տալիս։ Իսկ ինչու եք այդ փողը վերցրել։ Ես մտավես վերցրեցի։ Քանի անգամ ասեց շատ։ Ասես փող չէ, ասես փող, նվերներ, սումկա, դուխի։ Ըստ փաստաբանի իրավական համակարգի ընտրողական ակտիվությունն ավելի ցայտուն է դառնում այս անեկդոտային պատմության ֆոնին։ Ասի փաստորեն քննչականը սրանով էլ զբաղվում, հա։ Փաստորեն զբաղվում է։ Իրավական համակարգն ըստ փաստաբանի տարիներ շարունակ չի կարողանում հանրությանը ներկայացնել խոշոր կոռուպցիոն գործերով համոզիչ արդյունքներ, բայց ժամանակ է գտնում անձնական հարաբերությունների դաշտում խարդախություն որոնելու համար։ Հարց է առաջանում, սա է առաջնահերթությունը։ Երբ որ իրանց ասում ես, ժողովուրդ ջան, իսկ դուք գիտեք, որ հոգեբուժարաններում տարին 15-ից 20 մարդ է մահանում, վիրաբուժական բաժանմունքներում չէ, տրավմատոլոգիայում չէ, շտապօգնության հիվանդանոցում չէ, հոգեբուժարաններում, որտեղ մարդիկ հոգեկան շեղումներ, մարդիկ դերերի տակ հանգիստ նստած են, ու տարին մի 20 հոգի մարդ է մահանում, ասում են, հա ինչ է եղել որ։ Ըստ փաստաբանի ստացվում է խոշոր քաղաքական ու տնտեսական հարցերում ինչ է եղել որ, իսկ անձնական հարաբերություններում քրեական գործ։ Սիրունյանն ասում է, պետությունը տարիներ շարունակ հայտարարում է կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին, հայտարարում է նախկինների թալանը վերադարձնելու մասին, սակայն աղմկոտ խոստումների ֆոնին արդյունքները մեղմ ասած համեստ են։ Նու արդյունք կա, մի հատ Range Rover, մի հատ գարաժ, մի հատ հողամաս 18 մետրանոց, մի քիչ հող Ստեփանավանում գազ։ Էսա արդյունքը։ Մինչդեռ հանրային դաշտում պարբերաբար շրջանառվում են աղմկահարույց պատմություններ, որոնք իրավաբանների պնդմամբ այդպես էլ իրավական գնահատականի չեն արժանանում։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։